Ասում եմ, աշխարհիս երեսին կա արդյոք մի բան, որին սերը իզորու չլինի հաղթելու։ Իհարկե կա։ Ատամի ցավը։ Ճշմարիտ իմ ասում, չէ։ Ավելինի քեզ նման բերանումը 5 ադամ ունենա, այդ հանգի ախմախ կասեր։ Հաստատապես սիրասների դարդից է ատամները թափվել։ Հա, Այդ մինը դուզիս ասում։ Մի հարցել ես իմ ուզում ձեզ տալ։ հարցրու, մի տեսնենք, բիձա։ Արդյոք պետք է կնոջը հարցնել, թե ինչու համար են ամեն սիրում։ Էս ուր ես կորել տո։ Դե հիմա դու ասա, արժե կնոջը հարցնել, թե ինչի համար են մեզ սիրում։ Ոչ, կնոջը նման հարց չեն տալիս։ Շարից փորձանքից հեռու։ Բա որ իրոք սկսի մտածել, թե ինչի համար է ձեզ սիրում, ու գլխի ընկնի, որ դուք հետ սիրելի բան չեք։ Էն լուսերես կաթացող աղջիկդ ինչպես է, հա? Իմ աղջիկը լավ է, իսկ ինչ կա։ Լավ աղջիկը խանութի ապրանքի պես բանի։ Գնի մեջ կարող ես խապվել, ամա ապրանքի մեջ ոչ։ Դո 1000 տարվա լակոտ, ագրամի պես ապրում ես, բայց էլի նույն սարսախավն ես մնացել։ Մարդ հարցնի քեզ ինչպես է ապրում իմ աղջիկը, բժիշկ ես, ինչ ես։ Մեղասում։ Ասանը չտաս դու հացդ կեր։ Բաղիրյան։ Ոնց է քո աղջիկը, ուրիշ բաղմունք չունես, որ ուրիշի որպիսությունն ես հարցնում։ Ես ձեր հաց ու ջրին չեմ, որ ինձ այդպիսի հարցեր եք տալիս։ Մի գինի բեր։ Աչքիս վրա, գոքոր գինի։ Շաքար ու մեղրով սկսեցիր, բայց թուրթվանքով վերջացնում ես։ Էդ ինչ սադանա անցել քո վրա է։ Ես են գիտեմ, որ Իսանը իրա տան լվացքը դերսումը չպիտի անի։ Դո դու ենքան ես ապրել, որ մերնել էդ մոռացել ես։ Դո ես քեզ նորը կտեմ, որ ծնվածդ օրը հիշես։ Բաղիրյան, Հերիք, դու ձենդ կդրի տուտուտ շան որդի։ Հա, սերդի տարավ։ Էդ ես եմ տուտուցը։ Բա ինչ օրս սավն ես որ տուտուտ շես։ Ինչպես է աղջիկս, հա, ինչպես է աղջիկս, դու ես քեզ հիմա ցույց կտամ։ Ես դիպունքից զգուշացնում եմ, որ մինել աղջկաս անունը տվիք, էլ ձեր ճիշտ չեք պրծնի։ Աղջկատ անունով է տվեմ, ես իսկի աղջկատ անունն էլ չգիտեմ։ Հիսուս քեզ Քրիստոս, ես նրան ընդամենը հարցրի, էլ լավ աղջիկդ ինչպես է։ Համեր սա քո մақսադունը չի, ձենդ գլուխ տեսկցել, մենք քո պարտապանները չենք։ Էդ ես եմ, հա ձեզ պարտ։ Հա, բեր ինչ է։ Դյարեք, կերեք, հոգիս բերանիցս հարեք, սպանեք, հարամ զադեք։ Ներեցեք, դուք պարոն Բաղիրյան Պետրոսը չեք։ Հա, բայց հարգելից ես քեզ չեմ ճանաչում։ Ճանաչում եք։ Այ հիմա որ ասեմ, Գարեգինն եմ։ Հորս Սիսակյան Մեսրոպին հիշում եք։ Հիշում եք այն կոնֆետները, որ բերում էիք, ոսկե ձկնիկների պատկերներով, չեք հիշում։ Վայ, հենց ոսկե ձկնիկը դու ես որ կաս, Գարեգին ջան, աչքս լույս որ քեզ տեսա։ Հիշում եք։ Դե պատմի ինչ բանի ես, հորդ մայից հետո հեչ մի անգամ քեզ տեսած չէի։ Ամուսնացած ես, երեխեք ունես։ Չէ, դեռ ամուսնացած չեմ, պարոն Բաղիրյան։ Եկեք գնանք էստեղից, խնդրում եմ ձեզ։ Գնանք, բայց տեսնում ես, չէ, ես հաստավիզը իմ գործավորն է, փող է պարտ, դրա համար այդպես կատու է ճահում։ Եկեք գնանք, պարոն Բաղիրյան, գնանք էստեղից։ Պարտապանը չես։ Բա ինչ գրողուցավ ես, որ պարտապանը չես։ Հիմա ես քեզ մի բան կասեմ, որ արունդ եր կգա։ Արդեն վախեցնում եք, ինչ եք ասում։ Արի գնանք, հիմա ես քեզ դեպ բան
Շնորհակալ եմ։ Սովորեցեք։ Ռուբեն։ Ռուբեն։ Ախր դուք սրանք մոռացաք, Ռուբեն։ Սիրելիս, մարմելադ ջան, ծու։ Գիտես, բարեկամ, ասում եմ, որ ֆրոնտում էլ մարդիկ իրար սենց օգնեին։ Բա մեր օրը սենց կլիներ։ Բարդ կսեր բարեկամ։ Դիմավորող ունեք։ Հոգ չի։ Տունս հեռու չի։ Խամել 3 ոտով ավելի շուտ կհասնի։ Ռուբեն, դուք չեք մոռացել, չէ՞։ Ախր դուք խոստացել էիք։ Ինչ է ուզում ասել։ Ասում եմ, որ մեր ազգը Տաճկաստանի ֆրոնտում էլ է սենց իրար օգներ։ Սուլթան չէ, ալլայի զորքն ինչ է ցարի զորքի դեմ։ Հայ ազգն էլ Տիգրան մեծի ծովերի լողափերում էսպիսի ծիտիկների հետ քեֆ կքաշեր, չէ։ Հա, ինչ պիտի ասեի, Ռուբեն Թուսյանը իր տված խոսքը բակը մոռանա։ Չեղավ գալով բուշկա։ Ռուբենը մարկանց անունները կարող է մոռանալ։ Օրինակ, քո անունը կամ իր թանկագին հայրիկի անունը։ Հայրս ուրեմն գրել է, որ մեռնում է, որ հոգուն վրա հասնեմ։ Ու փող չի ուղարկել։ Խանութում վաշխառու է։ Գիտեք, քանի տոկոս է առնում եւ քանի քյասիբի է աղի արսունքով ճամփու դնում։ Հայր ունեմ, բայց Երանի անհեր ու անտեր լինի։ Հա, ինչ էի ասում։ Ռուբեն Թուսյանը իր տված խոստումը կմոռանա, մանավանդ ֆոկուսները։ Դա անհնարին բան է։ Գալով բուշկա։ Ճշմարիտ չեմ ասում, կապիտան։ Ճիշտն ասած, ես կապիտան չեմ։ Ես զինվոր եմ, բայց դու շատ ուրախ երիտասարդ ես, ամուսնացած ես։ Այո։ Հա? Շատ լավ է, շատ լավ է։ Բոլորի հետ։ Ոնց թե բոլորի։ Ներող եղեք, բայց չհասկացա։ Հիմա կբացատրեմ։ Այ օրինակ պոեզդում ամուսնացա այս կուկլ աղջկա հետ։ Շնորհավորում եմ։ Երկու անգամ։ Հա, Ինչպես թե։ այդպես է, սովորություն է դարձել։ Ում հետ պատահի ամուսնանում եմ։ Ոչ մեկին չեմ նեղացնում, ինչ անեմ։ Չէ Կլեոպատրայի մանգին։ Այն որ ասում էիք, որ ուսանող եք, էտել էր ֆոկուսներից։ Չէ, դժվար, իրոք ուսանող կլինի։ Ահա, արտիստականում էլ սովորում է։ Չէ, չկռահեցիք։ Միանգամից բոլոր մասնագիտությունները։ Այսինքն կարծոջնիկականը արդեն տեսակ։ Նաև թատերական ցիրկային կուլիսականը, բորսայականը, տոտալիզատորականը եւ ամենակարևորը կարող եք ասել որը։ Ֆոկուսնիկականը։ Ես չեմ կարող ասել։ Լսեք, էրոտիկականը։ Լսիր, ինչու ես ծիծաղում, դա ամենամարդկային ֆակուլտետն է։ Դե արի այդ կարմիր թշերիդ հետ մեկ անգամ էլ ամուսնանամ նեֆերցի ծիծուծու։ Պապիրոս կուզեք։ Իհարկե կուզեմ։ Շնորհակալություն։ Ես մի հատ էլ, հա, եթե կարող եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, բարեկամ։ Ինչ եք կարծում։ Այս աղջիկը ամուսնացած է։ Այո, ամուսնացած է։ Բայց հավատալի՞մ է արդյոք նա իր կեսին։ Գաղափարչում։ Շնորհակալ եմ։ Արի մի սապրիչի մոտ գնանք։ Այսպիսի տեսքով ինձ ոչ ոք չի սիրի։ Ինչի տեսքիդ պիտի հավան լինեն, սիրողը կսիրի։ Օրինակ հապա մի քեզ նայր։ Բա դու սիրելու բան ես, հա։ Քեզ սիրողը ոչխարի դաբախ կընկնի ու կմեռնի։ Շնորհակալ եմ, Չէ, բարեկամ, հաջողություն։ չէ, կաց։ Հանակ եմ անում, սրտիդ մի առ։ Գուցե կծու եմ խոսում, բայց ես կարգին ընկեր եմ։ Դրուստ ես ասում։ Հա, դրուստ Բա եմ ինչի այդ արաղից մի տաշայի չես տալի, հա։ Առանց այն էլ գլխումդ խելք չկա, որ մի քիչ էլ խմես, իստակ կշաշանաս։ Արի հիմա գնանք սալոն, հետո հաց կառնեմ, բան, քեզ անոթի չեմ թողնի։ Հա։ Այդ ինչ տեղա, գաղտնի տեղա։ Լսիր, մտնում ես ագրավ, դուրս ես գալիս հազարան բլբուլ։ Գնացինք Սալոնը։ Մելիք։
ես։ Ես եմ։ Մի վախեցիր, հո, ուրվականս չի։ Ներս արի։ Ներս արի։ Արի։ Ժամացույցիդ նայել ես։ Счастливые часов не наблюдают։ Մերիկ, Գալիս իմ աղա ջան։ նոր փողկապը, ինքը։ Հրամանքը աղա ջան։ Հա, Աղա ջան, թեք ու գիտենաս ինչ երազիմ տեսել։ հա։ Դու է երազ տեսած կաս։ Ասիմը ինչ եմ անում։ Հա։ Իմ գիշերվա երազը։ Ոյ մե դեդա։ Ոյ մե դեդա։ Գնա, գնա։ Հարբած ես։ Հարբած եմ։ Նրանով եմ հարբած։ Եթե իմանաս ինչ եմ արել, որտեղ եմ եղել, չես հավատա։ Չի ինչու։ Ես գիշերվա կեսին, որ եկել ես, հիմա ինչ էլ ասես կհավատամ։ Հա, Այս գիշեր նշանվեցի։ Գարեգին։ Այ, եթե չես հավատում։ Էստի ամեցեք, անյուտնի գլարսկի արեք։ Ապրի հորը տարևը։ Փողը։ Ինչ փուղ։ Փուղով ով ասես ծաղիկ կծախի։ Տղամարդու բանը էն ա, որ առանց փուղի ծաղիկ ծախի։ Փողը տո։ Լսիր տոն։ Թամաշի բանեք գտե անցեք էլի։ Անցի։ Ես հիմա գնում եմ, դու ձեն չհանես, հա։ Փող չունիս, եք ու ծարյար։ Լսիր, քո վարժուհին դպրոցում չի բացատրել, որ պետք էր քերականության միջից ջնջել այդ ապառնի ժամանակը։ Պարոն Ռուբեն, հույս ունեմ, որ քերականության միջից գոնե անցյալ ժամանակը չեք ջնջել։ Աննա Սարոմյան, դու գնաս տեղից։ Ես որ կամին է քեզ բերել։ Հյուսիսային սառը քամին գեղեցկուհի Աննա։ Հա, Ռուբեն Թուսյան, շատ հաճելի է։ Իսկ սա ձեզ, անկեղծ ասած ձեզ համար էի գնել։ Լավ, չխանգարեմ, ես գնամ։ Չէ, ինչու խանգարեք, դուք որ մնաք կօգնեք։ Մնաք բարով։ Գնաց։ Թուսյան, էլի նույն Թուսյանն ես, չես փոխվել։ Դե ինչ։ Ընկերս տանն է։ Ընպես են, բայց ժամին ուր կլինի։ Չի խանդի։ Գիտես ինչու են տղամարդն ու կինը իրար խանդում։ Հապա։ Կինը կարծում է, թե տղամարդու համար միակը չէ։ Իսկ տղամարդը մտածում է, որ կնոջ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Համեցեք։ Աղա ջան, ժամը ուշ է, բայց սոված փորով զրիցան օղիսանը աչքից գրողն է։ Էդ ձիշ չիմ ասում, պարուն։ Ինձ ասում ինձ։ Են թավուր խաչապուրիա, որ զիրս հել չի գնում դեմները դնեմ է, բայց խոնաղ եք, աստծո մարդ եք։ Են ցարը,
Են Նիկոլ ցարը։ Տո ասա քու ինչ բանն է խալխի թակավորների դեսպանների կնանիկի հետը սիլիբիլյանես։ Սարսախ։ Սարսախ։ Ես նմուտից գնում եմ աղաջան։ Հա, գազետումն եմ կարդացե։ Դերեք ու երազիս երեկել։ Վերջը, ասի, հա, երազիս երեկել։ Են Նիկոլ ցարը, աղաջան, քու նման խոնաղեր ինձ եկել։ Աղաջան, քու այդ բեդրանք տեսքիցը ուսում առած խալխիս երևում։ Հալա ինձ ասա։ Այդ դրուստե, որ ապրիկ է կումը մարդ կերքը, որ սովածինելու մարդ կերք են խորվում ուտում։ Այ հիմա դու մելիք, այդ ապրիկեցիկից ես։ Դես էլ նամարդություն չարի, աղիս ասեմ, Նիկոլիս մի տաշահի չաչա լծրի, ըրխովը կաշեց, շաշացավ թե... Մելիք, բրատ դարագոյ ասեց, միատ քույն արդար ձերովը խաչապուրի սարքի ուտենք ու աշխարհքի բաներից նամաղուլ անենք։ Մելիք, Ես սատից գնում եմ աղաջան, թե էստի ես մնալու, լուսադեմ ինք ու պատմիմ քիս, այ ես խաչապուրուսներ ուզում ես սրտամերը, բայց ոչ մի զահուր մարելա չտվի, խաչապուրյա ուզում, կինտոյի մինը կինտո, սարսա, ուրեմն ասում ես սիրահարվել ես, հա? Այն էլ ինչպես, Միքայել։ Մի քանի ժամվա ընթացքում։ Գիտես, ես միտեղ կարդացել եմ, որ սիրահարվում են առաջին իսկ վարքյանից, առաջին իսկ պահից։ Իսկ նա։ Ով, Սարան։ Անունը Սարա է։ Այո։ Իսկ նա քեզ։ Իհարկե, եթե նշանս ընդունեց, ուրեմն հավանել է։ Հա, ճիշտ է։ Հասատիտ մեջ տրամաբանություն կա։ Լավ իմ ասա տեսնեմ ինչպիսի աղջիկ է։ Լուրջ, խելոք, ծանրաբարո, թաքու պես վեհանձն և այնքան գեղեցիկ, Միքայել։ Չնայած դու մեկ է ոչինչ չես հասկանա։ Ինչու։ Որովհետև չնայած բանաստեղծ ես, բայց եթե չես սիրել, մեկ է ինչքան էլ բացատրեմ ոչինչ չես հասկանա։ Անցյալ շաբաթ, թե ինչ պատահմունքով, ինչ հրաշքով, հանդիպեցի մեր բարեկամներից մեկին, Բաղիրյան ազգանունով։ Ու այնտեղից էլ սկսվեց այս անհավանական պատմությունը, Միքայել։ Ուրեմն այս Բաղիրյանը ոչ ավել ոչ պակաս ասաց, ես ուզում եմ, որ դու դառնաս իմ փեսամ։ Ճիշտն ասած, ես շատ էլ չդիմադրեցի, որովհետև մտածում էի, որ ամուսնանալու մտադրություն չունեմ։ Հետո զոռով հոչեր կապելու ինձ իր աղջկան, թեկուզ ուզում է ոսկի լինի։ Վերջը քարշ տվեց ակներենի խանութ։ Բարի հազար բարին եկար Բաղիրյան։ Բարի գործով եմ եկել, մի բան ցույց տուր տեսնեմ։ Էս սահաթից Բաղիրյան ջան։ Համեցեք։ Թե ավանես աղջկաս, կտաս իրեն, թե չէ, կվերես ետ կտաս։ Այո, եղավ։ Բավական է։ Դե դու գիտես, թե ինչ փափուկ երես ունեմ, ոչ մի կերպ չկարողացա հրաժարվել։ Քարշ տվեց, զոռով։ Մի խոսքով գնացինք, ու դե էլ ինչ շարունակեմ։ Նշանը տվի, ու սիրտս կպավ։ Մենք էինք։ Ես էի ու աղջիկը, մեկ էլ հայրն ու մայրը։ Ասենք հայրն ու մայրը նրա ծնողներ չեն, Միքայել։ Ինչ է նրանց որդեգրուհին է։ Աներես, այժմյան կնոջից ամուսնանալուց առաջ
ամուսնացած է եղել մի այրի կնոջ հետ, որի ձեռքին եղել է Սառան 10 տարեկան հասակում։ Հետո այդ կինը, այսինքն Սառայի հարազատ մայրը, մեռել է եւ իմ աները ամուսնացել է այժմյան կնոջ հետ։ Այսպիսով Սառան դարձավ այդ երկուսի խորտ զավակը։ Լավ։ Հիմա ասա ինչպես նշանվեցիր։ Աղջիկը տեսա, հավանեցի եւ նշանը տվի։ Եկի տեսի, հաղթեցի։ Իմիջայլոց քոկենասն էլ խմեցինք, որպես իմ ապագա քավորի։ Լավ է, չէ՞։ Սառային ասացի. Օրիորդ, ես ձեզ հավանում եմ։ Դուք էլ ինձ։ Խնդրեմ, ընդունեք այս մատանին։ Եվ նա էլ ընդունեց։ Հա, ընդունեց եւ դրեց սեղանի վրա։ Սեղանին եւ ոչ մատը։ Կարծեմ ես կարողանում եմ տարբերել սեղանն ու մատը, Միքայել։ Լսիր եւ դա անվանում ես նշանադրություն։ Դե ես չգիտեմ ինչպես անվանեմ, Միքայել, երևի ամաչեց եւ մատը չդրեց։ Այսինքն լսիր իսկ ինչ ասացիք, ինչ խոսեցիք։ Ոչինչ, միայն շարունակ նայում էր աչքերիս։ Բայց ոնց իմացար, որ խելոք ու կրթված աղջիկ է։ Հայացքից։ Ինչպես ասեմ, լացող հայացք ուներ, այնքան լացող, որ կարծես հոգի դառնում է բռանդ մեջ եւ այդ տեսակ աղջկա համար մեռնելը խաղ ու պար է, Միքայել։ Այո։ Լավ։ Նայիր սրանցից որին է նման։ Երևի սրան, Միքայելը։ Խնդացար։ Վայ մելիք։ Հրամանքը տաղա ջան։ Ես քեզ քանի անգամ եմ ասել, այս զիբիլը սեղանից չդնես։ Ոյ կորացա ես աղա ջան։ Բասա զիբիլա, չորը տանեմ։ Շորերը հանելա, որ լողանա։ Կամ էլ անտեր որ փևայրի կնիկա միջոց չունի որ շոր առնի իմ օրին իսա Լավ գնա Հայ հիմա էլ կարծես հիշում եմ նրա հայացքը, Միքայել։ Եվ ակամա մի անորոշ տխրություն է պատում ինձ։ Լսիր գուցե մի վիշտ ունի։ Չէ, չեմ կարծում։ Հայ դեպ էլ չտեսա նրան։ Ինչպես թե չտեսար։ Դե, ներողություն խնդրեց ու հեռացավ, ասաց տկար եմ։ Լավ լինես։ Դե հիմա վեր կաց։ Գնա արդեն ուշ է։ Բայց իմացիր, որ պատմածիցը բան չհասկացա։ Կտեսնես նրան կհասկանաս, Միքայել։ Երբ։ Այս շաբաթ։ Ոնց որ առաջվանն իր։ Հիմի էլ նույնն ես։ Չիս թողնում մարդ խոսի տո։ Հա ինչ իր ասում։ Լավ պարզ է։ Գոհ եմ երջանիկ եմ։ Հանկարծ սրտիդ դարձ չանես։ Միտեղ կգտնեմ մնալու համար։ Հա, հայրս դառը մարդ է, բայց շատ քաղցր կերպով ասում է շաքարը Շանբերանն է ընկել։
Լսիր, ես փողի կարիք ունեմ, դու տուր, ես քեզ կվերադարձնեմ։ Շույս, կուտամ, կարգի համար կուտամ, համա ավելին չունիմ։ Երեխեքի արև։ Ընկերոջը որ օգնում են, փող տալուց չեն հաշվում։ Տնփեսա։ Չնայած այն գլխից էլ տնփեսա էիր։ Տեսքի չխապնվես հոգի դասյական է մնացել։ Խոսում ես էլի տո։ Հա, լսիր։ Կնոջդ համար ծաղիկ էի գնել, այն երեխուն պարտք է մնացել, կվճարես։ Կվճարես։ Կուտամ։ Գալիս իմ, դեդա ջան, գալիս իմ։ Դեդան է։ Զոքան չէ։ Հա։ Ես կու զոքանչիտ են Իսել, դեդային էլ, դիպունքն էլ։ Համա են աննան։ Լավ, գնա թե չետ գլխի տեղած երկու մազն էլ կպոքի։ Գալիս իմ, դեդա ջան, դու գնա։ Հաջողություն, հարազատ դասընկեր։ Քծիր տնփեսա։ Հայրիկ, փրկեցիր դու ինձ, դու իմ հրեշտակն ես։ Հա, հրեշտակ եմ, բայց առանց փուխտանիլ չեմ։ Ուրեմն Գաբրիել հրեշտակապետը ամենահարուստ քյոխվեն է եղել երկնային թագավորությունում։ Աչքիս փող չունես, տղա։ Գիտես, մարդ կա փող չունի, մարդ էլ կա փող ունի, բայց ոչ խելք ունի, ոչ մեղք։ Ես այն խելք ունեմ, բայց փող չունեմ, ոչ էլ գիշերակացի տեղ, հայրիկ։ Մերսի։ Բարի երեկո։ Գիտեք, այնպես է ստացվել, որ ես գիշերը մնալու տեղ եմ ուզում եւ փող չունեմ։ Եթե կվերցնեք, եղած չեղածը 3 ռուբլի է, հա, կվերցնեք։ Գիտես օրական քանի հոգի են գնում ու գալիս քնում անտոր։ Մի րոպե հանգստացեք։ Դիկի, հանգստացեք մի րոպե։ Մի րոպե սպասեք, սպասեք մի րոպե։ Ինչ է եղել։ Սպասեք ասեմ, Դիկի, զսպեք ձեզ։ Ինչ է եղել։ Ում է սպանել։ Սպասեք մի րոպե, սպասեք։ Ինչ է եղել։ Սպանվիլիս երեխ։ Դա այդպես է, հա։ Մի րոպե բանեք։ Սուտ է։ Ուրեմն շապառնաբար։ Երեխայս բռնաբարում, հա, քեզ մետեխի բատում տրս է տղամարդիկ դու ով ես անացում։ Անցիր, Միքայել։ Միքայել։ Հա։ Բա որ ասում էի, Ինչ էիր ասում։ որ շատ կրթված աղջիկ է։ Հապա։ Տեսնեմ։ Ինչ ես կարծում։ Դիտմամբ հետողել ես թե ուղղակի մոռացել է։ Ինչու դիտմամբ։ Դե որ ասի տեսեք, ինչպիսի գրքեր եմ կարդում։ Գուցե չեն իմանում, որ եկել ենք։ Չգիտեմ։ Ես վաղուց արդեն երեխա չեմ։ Միքայել։ Բավական է ինձ թելադրեք։ Ավելի լավ է ձեր հյուրերը։ Պարզ է, բայց հյուրերը իմ Սա ինչ է։ ու քեզ համար են եկել։
Նրա ձայնն է։ Դու ես ամուսնանում, ոչ թե ես։ Ում հետ է։ Երևի մոր։ Խոհեմություն ունեցիր, մի քիչ հանդարտվիր։ Գիտես, ես նկատել եմ, որ մոր հետ էլ չունի։ Ինչու։ Չգիտեմ։ Վերջապես իմ հեչ պետքն էլ չի։ Բայց ամոթ է իմ կարծիքով։ Ես թքած ունեմ։ Հա, դու բոլորիս վրա թքած ունես։ Իմ կարծիքով, թե ինչ եմ անում, ես ձեզ չի վերաբերում։ Ես ընդամենն ասում եմ, որ դա քո կողմից անպատվություն կլինի։ Չհամարձակվեք իմ արարքները գնահատել։ Ոյ։ Ընկերս է։ Միքայելը։ Պատիվ ունեմ Տիկին։ Միքայել Մարգարյան։ Տիկին Սալոմեն Սարայի մայրը։ Ներող եղեք, որ այսքան սպասեցրինք։ Քրոջս երեխան էր, հիվանդացել, ամբողջ մարմինը կարմրել էր, ջերմում էր, ամբողջ գիշերվա դրության մեջ էր։ Պատկերացնում եք, ինչ եմ մտածում, այս բժիշկները մարդ չի հասկանում։ Ասում եմ, բարոն բժիշկ, ախր մի ճար արեք, այդ լեկարսվեկից մենք էլ ունեինք, ասեինք կտայինք, ասում է, մի խանգարեք մենք ձեզանից լավ ենք իմանում։ Նստենք։ Նստիր Միքայել։ Հիմա փառք Աստծո։ Արդեն երեխան լավ է։ Ես հենց նոր այնտեղից եկա։ Իսկ Սարան որտեղ է, Տանն է։ Տիկին Սալոմե, տանն է։ Սարան տանն է։ Իսկ հայրիկը։ Հայրիկը։ Նա շաբաթ օրերը մի քիչ ուշ է տուն գալիս։ Տիկին, ես մի լավ ծանոթ բժիշկ ունեմ, եթե պետք է երեխայի համար կարող եմ Առողջություն։ Առողջություն։ Շնորհակալ եմ։ Նեղություն մի քաշեք։ Երեխան արդեն լավ։ Փառք Աստծո։ Կարծում եմ Տիկին, այնուամենայնիվ մենք պատիվ կունենանք տեսնելու օրիորդ Սարային։ Նա մեր քավորն է Սարը։ Պատիվ ունեմ օրիորդ։ Միքայել Մարգարյան։ Դուք եկել եք ինձ տեսնելու եւ դիտելու։ Համեցեք։ Դե ինչ։ Հավանեցիք։ Ներեցեք օրիորդ։ Ներող եղեք։ Սա մեր քավորի նվերն է։ Սա ինքն է նվեր բերել ձեզ համար։ Որը դու հիմարություն անվանեցիր։ Ես երբ։ Օղերը ես եմ նվեր բերել։ Սա էլ հո դու ես բերել։ Դուք եք կարդում, օրիորդ։ Ոչ։ Հապա ինչու էր այնտեղ դրված Սարը։ Մի ընկերուհի ունեմ, նա էր տարել կարդալու, այսօր վերադարձրեց։ Ուրեմն քոն է, չէ։ Այո։ Դու կարդացել ես, չէ։ Ներեցեք տվեք այդ գիրքը։ Դու վիրավորվեցիր։ Ես առհասարակ չեմ սիրում, երբ ինձ հարցաքննում են։ Բայց հետո ես էլ երբ հարցնեի։ Դուք այս պահին ինձ հարցրեցիք, կարդացել եմ արդյոք այս գիրքը։
Ասացեք խնդրեմ, ինչու պետք է կարդացած չլինեի կամ ձեր ինչ գործն է կարդացել եմ այն թե ոչ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես չէի կարծում։ Ես ուզում եի ընդհանրեն իմանալ դու իզուր ես։ Խնդրեմ, ինձ հետ դույով չխոսեք։ Յա, բարով եք եկել, 1000 բարի եք եկել, գլխիս վրա եք եկել, ես աջան, ոնց ես, ես ասողոնաղին լավ եք նայել, հո չեք թողել որ տխրի, ես կարադանաչալնիկները լրիվ նամուսները կորցրել են, ես բազարի վիճակը բավիճակ, հա? Սալոմե, մի խմելու բան բեր։ Լսեցի, խուլ չեմ, հենց էդ էլ անում եմ։ Հա, ասում եմ մերեն հին բազարը չի։ Մի ալա ֆրանգա զիզի բիզի բանա դարձել։ Հա, ծանոթանանք։ Բաղրյան Պետրոս, Սարայից հայրիկն եմ։ Միքայել, Մարգարյան, Գարեգինի ինքերը։ Շատ ուրախ եմ։ Մեր քավորն է։ Սուրինիրա, հələ դեսը դուր տեսնեմ։ Վայ, ես ինչ լավն է։ Ես լավ էլ թանկ կլինի, չէ։ Հա, դեսը դուր։ Ար։ Լսիր, այդ տղա, քեզով է սովորեցրել, որ նշանացի համար պետք է այսպիսի բաներ բերել, հա։ Իսկ ես կարծում էի, թե գարան պես միամիտ ես։ Աղ, դու ժոլի, ժոլի։ Լավ։ Ինչ ա պատահել։ Նեղացրել են քեզ։ Սարանա նեղացրել։ Ոչ, ես եմ նրան նեղացրել։ Ում։ Սարային։ Կարծես թե ուզում եմ հարցաքննել իրեն, մինչդեռ այդպիսի մտադրություն ամենևին չունեի։ Ներողություն խնդրեցի, բայց չներեց։ Դուրս գնաց։ Այդքանը միայն։ Եվ նեղացա, որ դույով էի խոսում։ Վայ, տեսակ ես ինչ պատահեց։ Այդ խո ամեն բան քանդվեց, կործանվեց, վերջացավ, բրծավ։ Գնաց մութ խավար, տարտարոս, բասիմի ինչ են գանելու, բալաչան։ Բան չկա, բալիկս, սիրտդ մի կոտրի, սկզբում կրվելը լավ նշան է, հետո վերջում իրար արևով եք երդվելու, դու նրա լեզվին մտիկ մի արա, ինքն ուղակի աղավն ու սիրտ ունի, լուցկու պես ձեռած կվարվի ու իսկույն կհանգչի։ Ախր նվերիս էլ ուշադրություն չդարձրեց։ Սարան խելացի աղջիկ է, բայց և այնպես կին է, չէ։ Հասկանում ես, կին։ Մի քիչ էլ ջղային, հա, ճիշտ եմ ասում, պարոն Մարգարյան։ Իհարկե, հարկավ։ Այդպես էլ չասացիք, բազարը ինչ հալի էր։ Ինչ հալի պիտի լինի, այ բալա։ Ժամանակներ են, ոնց որ հիմիկվա մարդիկ, այնպես էլ հիմիկվա բազարը։ Վերջը այդպիսի բաներ։ Գիտեք, այսօրապես հիշում եմ, պարոն Բաղիրյան, ձեր այն կոնֆետները, որ բերում էիք։ Հիշում եք ձգան պատկերով։ Պեսա ջան, կյանքը գնում է։ Մի ժամանակ ես էի բերում, բարեկամիս որդուն, հիմա էլ դու ես բերում իմ աղջկան։ Սարա մի թեյ բեր։ Ոսկին, ոսկի է։ Հա, զվիցարական է։ Ամենաշատը 500 ռուբլի։ Սրանից ավել քեզ տվող չի լինի։ Դեռ պիտի գոհ լինես, որ նման գին եմ ասում։
Գոհ կլինեի, որ մռութը ջարդեի։ Պարզ երևում է, որ ստում ես։ Սրա իսկական գինը ես գիտեմ, դու էլ գիտես։ Այս ձեր գավառական քաղաքն էլ քեզ նման հին է ու ձևավոր։ Նայում եմ փողոցները դատարկ է։ Կարծես ամեն տան մեջ մի մեռել կա, եւ սա Կովկասի գովական մայրաքաղաքն է, հա։ Թիֆլիսը Ռուսիո գերեզմանն է։ Սա էլ Սարոմյանն է։ Դա էլ քո կրթված ու կարդացած աղջիկը։ Ես կարծում եմ դու ինքդ զգում ես, որ սա պետք է քո վերջին այցելությունը լինի նրան, եթե իհարկե փոքրի շատ է պատվի զգացում ունես։ Ինչպես թե վերջինը։ Այո, վերջինը։ Վերջինը, Գարեգին, վերջինը։ Դուք չեք կարող իրար մարդուկին լինել։ Ինչու չենք կարող։ Լսիր մի թելքան սիրալված ես, որ չես կարող։ Հա, չեմ կարող, ուղղակի չեմ կարող։ Աղջիկը քեզ չի հավանում, տեսնել անգամ չի ուզում։ Ինչ արեմ։ Ես սիրում եմ նրան։ Գարեգին։ Միթե դա չկավարմունքից պարզ չէ, որ նրան զորով են կպսրել քեզ, եւ նա վաղ թե ուշ պիտի մերժի քեզ։ Այդպիսի բան լինել չի կարող։ Ինչու չի կարող, ինչու։ Որովհետեւ ես առիթ չեմ տա նրան, որ դժգոհ մնա ինձանից։ Լսիր Գարեգին, միթե լսիր դու ինչ գիտես թե ինձնից ու քեզնից ծածուկ։ Ինչ ներքին ընտանեկան հանգամանքներ կան, որ մենք չգիտենք։ Ախր ես ինչու ասացի, կարդացել ես այդ գիրքը։ Հիմար, ինչու ասացի։ Բայց գիրքն ինչ կապ ունի, Գարեգին։ Հոր հետ ինչու պես վարվեց։ Հայրն են գլխից էլ մեղավոր էր։ Ինչ անեք, որ հայրն է։ Իսկ մայրը հիշում ես ինչ էին խոսում կողքի սենյակում։ Ուրեմն մայրն էլ է նեղացրել նրան։ Եվ դու պիտի կարողանաս ապրել մի այդպիսի անվերջ ջղային ու նեղած կոտ աղջկա հետ։ Ինչու՞ չէ, ես առիթ չեմ տա որ նա զայրանա։ Ոյ ասած եմ, ես իսկական հիմար եմ, որ քեզ նման անհասկացողին փորձում եմ հետ համոզել։ Լավ։ Ինչ ես ուզում որ անեմ։ Չգիտեմ։ Արա ինչ ուզում ես։ Ես էլ ինձ հետ էլ գործ չունես։ Բայց մատալին հոմատին էր։ Մատին էր հետո։ Չանեց։ Չանեց։ Չվերադարձրեց։ Ես նրանից ձեռք չեմ քաշի։ Եվ նրա կողմից մերժվելու խայտառակությունից էլ չեմ վախենում, իմացար։ Ես նրան սիրում եմ։ Եվ թքած ունեմ մնացած ամեն ինչի վրա։ Իմացար։ Իմացա։ Դե որ իմացար, ուրիշ ասելու բան չունեմ։ Բարի գիշեր։ Գարեգին։ Հիմա կարող ենք անցնել դու։ Կարող ենք։ Գիտես, կրթվածությունը լավ մարդուն ավելի լավն է դարձնում։ Իսկ վատին ավելի վատը։ Ինչու ես դա ինձ ասում։ Դե որ ինչ։ Որ ինչ որ խելացի բան ասած լինես։ Քեզ թվում է կանայք սիրում են կիրթ ու խելացի տղամարդկանց։ Ներիր։ Աստծո սիրուն ներիր ինձ։ Եվ առհասարակ այն օրվա համար ներիր։ Մանավանդ այդ ամենը հյուրի առջև արեցի։ Ես ուղղակի շատ վատ տրամադրության մեջ էի։ Գարեգին։ Այո, Սարա։ Մենք ամուսնանալու ենք։ Այո, ամուսնանալու ենք։ Ինչու։ Որովհետև ամուսնանալու ենք։ Գարեգին։ Այո, Սարա։ Գարեգին, դուք։ Մենք կարծեմ անցամ դույ, չէ։ Ճիշտ որ։ Դու երբևիցե որսորդություն արած կաս, ասենք թրջուն կամ որևէ կենթանի էակ սպանած կաս։ Չէ, որսորդություն չէ։ Այսինքն հա։ Մի անգամ հայրս Քութայիսից եկած ընկերների հետ որսի էր գնում։ Ասացի
Ասացի հայրիկ, ինձ էլ տար հետդ, խնդրում եմ։ Այսօրվա նման հիշում եմ, ասաց տանեմ, որ ոտքի տակ ընկնես։ Ասացի հայրիկ, շանչապ էլ չկամ, շանտեղ կբանեմ։ Դու որսը կկրակես, ես կգնամ, կբռնեմ, կբերեմ։ Ասացի հիմար։ Դու գնաս արջի ետևից, արջը ոսկորներդ խտտած կբերի։ Վախից լեհիտ կճաքի։ Ես չեմ ուզում ամբողջ կյանքս խենթ ու խելար պահել։ Հետո ինչ եղավ։ Արջը հավանաբար խտեց քեզ։ Եթե հնարավորություն ունենար խտտելու, քո ամուսինը լինելու երջանկություն չէի ունենա այժմ։ Իմ ամուսինը։ Էլի հիմար բան ասացի։ Ուզում եմ ասել, ապագայում քո ամուսինը։ Սառա, ինչ եղավ։ Ինչ։ Ինչ եղավ։ Ոչինչ, ներիր, ես, դու սիրում ես ինձ։ Ես քեզ։ Մի ասա պետք չի։ Գիտես, երբ սիրում են, ժամանակն աննկատ է անցնում, իսկ երբ ժամանակ է անցնում… Սերը էլի մնում է։ Չէ գարեգին, սերն անցնում է, աննկատ։ Ետ դառնանք։ Կամաց։ Սարոմյան! 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 Բես, ժողանչից բեր հետը պիտի խորեմ։ Այդ Ռուսեն, Ռուբեն։ Ինչ ես անում, ինչ ես անում։ Ասում եմ փող չունին, փող չունին։ Ես ինչ ատեմ։ Գնացել էի վագզալ։ Գրբան զնայցի կոպեկ չկար։ Մամա ջան։ Էլ 60 ռուբլին չկա։ Կլուբում 25-ը դել է գրպանս։ Մարդիս։ Երդվում եմ չկա։ Հոգիս անեցի։ Ես մտածեցի ես քացն է տարել, բայց… Չէ, ինքը չի տարել։ Ինքը չի տարել։ Հոգիս անեցիր։ Մեզ խոսում ես, ամա, խիշ չունիս։ Ես 25 ռուբլի։ Ես 5 ռուբլի։ Այն ուզ գրպան դրնայիս։ Նայի, դու ինչ ես անիս, մարչիս։ Դու էլ էդ հակոկապին չխապրև ես, գիտես, հոգիտ նույնն է մնացել։ Երկու ռուբլի, երբես գլուխդ խել քաղաքելու։ Գնասինք մարմելա ջան, գնասինք։ Ինչ, էլի գլուբը? Գլուբ? Չէ, զոքանչ ես տոն։ Լսի մուլա, դու են վարժապետ Վարկայանի տունը գիտես, չէ? Թե գրին տան, մեր վարժապետ, մեր։ Գիտես, ձեր տան, ամենախելացի մարդը աննոն է, կբարվես, Հարի գնանք մարմելա ջան, հարի գնանք, ընկերս, Ես թևաղը պիտի մեռեմ, չէ։ Ինչու չանել այն, որը պիտի հենց հիմա անենք։ Լավ էլ կանեմ հերնել անիծած։ Դո սաղի դո իմ հերնել անիծած։ Կյանք, ոչ մի բան։ Ինքը ամուսին։
Ամուսին նստեմ քովսին։ Գնացինք մարմարաժան, գնամ։ Как же я пьян, всегда, если... Մելիք արթնացիր։ Մելիք։ Մելիք։ Դու ես տնից չես, են մարդն ով աղջա գալիս։ Ինչ մարդ աղա ջան, դու։ Աղա ջան, ասում է փայտոնով է եկել։ Զորբի պես եղած չեղածը նիրս մծրեց, թե բա ուտելու բան չունես, երեկվա դոլմիցը կար, բերի դրի առաջը։ Հետո բա խմելու բան չունես, համա թե 30 ուներ, հա։ Ենքը որս գարգած գինուցը կար, կախեթի գինի, բերի դրի առաջը։ Լակեց, վուտնիրը մեկնեց ու շնտրեց, Լավ, գնա լամպը վարի։ Աղա ջան, նավթը մորցիլի մարնեմ։ Մոմերը վարի։ Մոմերը վարեմ։ Նավթը։ Ժամը քանիսն է։ Մարգարյանն ես, չէ՞։ Մտածում ես, ով է, ինչ է անում իմ անկողում։ Միքայել Մարգարյանը, չես։ Ներողություն, ես։ Հələ աչքերդ լավ բացիր։ Ռուբենն եմ, Ռուբենը, Թուսյանը, պարոն Մարգարյան։ Սպասիր, ես քեզ դաս եմ տվել, չէ։ Ապրես։ Դու են սատանի ճոտը չես։ Էնպես որ եկել եմ սատանի մատը խառն է։ Չէ, մի անհանգստացիր։ Աստծու մատն է խառը, Աստծու։ Հա, բայց փոխվել ես Թուսյան։ Հա, շատ ես փոխվել։ Էլի գրում ես։ Հա։ Բան ու գործ թողած սրա նրա կյանքն ես փորփրում, հա Շեքսպիր ջան։ Թե քո կյանքը հատել է, հա։ Քեզ ինչ է եղել որ։ Հələ մի տեսքիդ նայեմ։ Լավ, Ջուտո։ Մի խոսքով ուզես շուզես քո հյուրն եմ։ Լսա։ Հա, ասի են Սարոմյանին տեսնեմ։
Ինչքան է չէ լացացնում նրան դպրոցում։ Համելահագին արկածների մեջ չընկա, հետո կպատմեմ։ Վերջը։ Սարումյանը գլխից ռադարեց, քո հասցեն տվեց։ Էնպես որ եթե նեղանալու ես, Սարումյանից նեղացիր։ Չէ, ինչու պիտի նեղանա։ Լավ։ Լսիր, մի բան էլ պիտի ասեմ։ Շան պես քաղցած եմ։ Եթե հաց էլ տաս ուտեմ, չէ, հորդ հոգին Աստծո արքայություն կգնա։ Լավ, դու նստիր։ Մելիք։ Հա, աղաջան։ Մելիք, պարոնին ուտելու բան բեր։ Ուտելու բան բեր։ Վուրդի ամբեր։ Երեկվա դոլմեներ, են էլ կերա պարոնը։ Վուրդի ամբեր։ Բայց չեմ կշտացել, չէ։ Ծիր։ Ումի երկարացրու։ Հայ քեզ բան։ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ մի վարդ դաշտի միջին վարդը տեսավ ուրախացավ մոտիկ վազեց սիրուն վարդին կարմիր վարդը դաշտի միջին սիրուն վարդին կարմիր վարդը դաշտի միջին ու անհամբեր տղան պոկեց վարդը դաշտի միջին փուշը նրա ձեռքը ծակեց բայց էլ չօգնեց քնքուշ վարդին կարմիր վարդը դաշտի միջին քնքուշ վարդին կարմիր վարդը դաշտի միջին Когда я пьян всегда я часто вспоминаю вас, а вспоминая проклинаю тот дивный сон, волшебный час. Հավնաբարում ձուներ գալիս Պլեխանով սկում պայծարարև Ինձ քեզանից բաժանողը Վախ մամա ջան դիպ մերը տեր մեղավորը Ինձ քեզանից բաժանողը Վախ մամա ջան դիպ բեդա տեր մեղավորը Վույմ է Բարի երեկո, պարոն Գարեգին։ Ասում են Գարադանաչյանը կիննել է այս խանութի այցելուն։ Իրոք։ Ճիշտ է ասում պարոն Գարեգինը, սա խենթանալու բան է։ Գոհար, բայց այդպես։ Սոման Թոշովի խանութից է։ Չէ, սա անպայման պիտի փորձես։ Գոհար։ Մի րոպե սպասիր։ Դուք հյուրասիրվեք, մենք հիմա Սարա չես համոզի, անպայման պիտի փորձենք, գնանք։ Բավական է նազուտ ու վտան եմ։ Դուք հյուրասիրվեք, դուք համբերությամբ լծվեք, մենք հիմա մեկ վարկյան։
Հավանեցիք աղջիկներ։ Այո, շատ։ Ախր ինչի՞ս է։ Հիմա գալիս է։ Բավական է։ Մինչև չասեմ դուրս չգաս։ Դուք հիմա խենթանալու եք։ Արև դուրս մի եկ, ես եմ դուրս գալիս։ Կարծես այնքան էլ ինչի չէ գոհար։ Շատ է ճիչացող։ Ինչ եք ասում։ Հրաշալի է։ Գարեգին, Բարի օր ձեզ։ Բարև ձեզ Տիկին Սալոմե։ Վա ինչ լավ է եկաք Տիկին Սալոմե։ Սառած գեստը չի հավանում։ Ասում է իբրև ճաշակով չէ։ Ինչ կասեք։ գոհար, ես եմ զգեստը հակել, ես գիտեմ ճաշակով է թե ոչ։ Կաց, հարգելիս, մեր հարսնացուն կարծես թե ճիշտ է։ Այս գեստն այնքան էլ նրա ճաշակով չէ։ Գիտեք որն է նրա ճաշակով։ Հիմա կբերեմ։ Հիմա կբերեմ։ Արածը դուրդ եկավ։ Այ, Տիկնիկ եմ ինչ է։ այ թե որն է նրա հարսանյաց գեստը։ Այս նա հակել է տարիներ առաջ։ Ամառանոցում։ Հատկապես անտառում։ Անտառում։ Ես եւ ամուսինս են գնել։ Եվ շատ հաճելի հուշեր է այս գեստն արթնացնում ձեր հարսնացուի մեջ, պարոն Գարեգին։ Շատ հաճելի։ Նա ձեզ չի պատմել։ Վայ, Գոհար ջան, վայ, եկեք թե ենք խմում, համեցեք, պարոն Գարեգին։ Շնորհակալ եմ Տիկին Սալոմե։ Հա, որ ասում էի, բա սա քաղաք է, հա? Նստիր։ Մեռելների աշխարհ։ Ռեստորան, գիշեր եւ տորիչելյան դատարկություն։ Ոչ մարդ, ոչ ծխախոտի ծուխ, ոչ էլ մյուզիկ, չէ, ոչ էլ մոտենում են։ Բա։ Հա, ինձ պանիր կանաչի բեր։ Գինի ես կկոնցեմ, դու? Գինի։ Ես ոչինչ չեմ ուզում։ Լավ։ Միս հավ մսեղեն բեր, մենակ շուտ արա։ Լավ, ինչ ես նստել մնացել քո Պետերբուրգում։ Գիտես երբ կգամ քո այս քաղաքը, երբ տեսնեմ մի ոդքս այն աշխարհն է։ Այդ ժամանակ էլ կգամ ձեր այս մեռելների աշխարհը հոգիս աստծուն փայ անելու համար։ Բա սա քաղաք է, հա։ Ոնց որ ահագին մեծ դագաղ լինի։ Մարգարյան։ Խմիր, հա? Խմիր, կամ ծխիր։ Վերցրու։ Չէ, չեմ ծխում։ Այ ես բան։ Հես ինչ տեսակ մարդ ես։ Ինձ կարող ես ասել, ոչ ծխում ես, ոչ խմում։ Քեզ հետ քեֆ անել չի կարելի։ Կուզես ասեմ այս րոպեին ինչ ես մտածում, հա? Այ հիմա կասեմ։ Ինչ։ Մտածում ես այս կինտոն համիմ հյուրն է։ Համել ինքն է այսպես բաներ պատվիրում, տնավորվել է, զահրումար է անում, հա? Տեսնում ես Մարգարյան, որ չսխալվեցի։ Քաղաքավարությունն ու ամոթը մարդիկ հորինել են, որ քողարկեն իրենց վատ ներքինը։ Ինչպես աղբակույտը կծածկես թավշյա ծածկոցով։ Այդ աֆորիզմները որտեղից ես հնարել։ Գիտես Մարգարյան, երբեմն լավ է, որ մարդ մի քիչ խելքին զոր է տալիս։ Շատ լավ է, շատ։ Հիմար եմ համարում են մարդկանց, ովքեր ներկան զոհում են ապագայի համար։ Ապագայի մասին մտածում են վախկոտները։ Այ օրինակ դու ինչի չես խմում, վախենում ես։
որ վաղնան պետք դառնաս եւ գործի չկարողանաս գնալ, հա? Գիշերներն էլ երևի քնում ես, հա? Ես հասկացա։ Դու ուզում ես առողջ մեռնել։ Ճիշտ գուշակեցիր, Ռուբեն։ Երբեք չմտածես վաղվորվա մասին։ Հաճույք եւ վերջ, ինչպես Էպիկուրն էր ասում։ Էպիկուրն ասում էր, եթե ուզում ես լավ ժամանց ունենալ, մտիր այստեղ։ Ու կգտնես գարու հաց եւ աղբյուրի մաքուր ջուր։ Հոգուց Սատկեմ Մարգարյան, էքստրա խմում եմ քո կենացը շատ ճիշտ նկատողության համար։ Լսիր Մարգարյան, ասում եմ էքսկուրսիա չկատարենք, մի երկու շարմաղ վերցնենք, հա? Հա, էքսկուրսիա կկատարենք, բայց ուղիղ դեպի տուն, Ռուբեն։ Ինձ անլուրջ մարդու տեղ չդնես, Մարգարյան։ Սա վերցրու, կկարդաս։ Թե հավանես տպիր, թե չէ ետ դուր։ Սա ինչ է։ Պատմվածք։ Կարծես թե վատ չի ստացվել։ տերտերներին էլ ատում էր, վերջում բողոքական թե ինչ զահարմար դարավ, բայց մայից առաջ մեղա եկավ, ակաշկարեց, հաղորդություն առավ իր նախկին ծխատեր քահանայից։ Ով մի հորս հիշում եմ, են որ խանդից խելքի ետված բալկոնը կդրեց և լուսամուտներ շարեց, որ աչկը ընգա աչկը դուրս չանի։ Հայրիկը մատաղելի քեզ, բան չկա, ուրախությունն ու դարդը քիլ ու աղբեր է, ես հոր էդ լավ գիտեմ։ Հայրիկ, իմ երջանկությունը աշխարհի բոլոր դարբերից ավելի զորավոր է։ Աստծու գործ եք բռնել, ջահելներ, 7 որդով սեղան նստեք։
խելոք չեք պահում ձեզ։ Եղբայրներ են, հա։ Ոչինչ, լավ տղերք են դառնալու։ Շատ մի ջրանացեք, երեխաներ են, կանցնի։ Կանգնեք այստեղ։ Կանգնեք այստեղ։ Սարա։ Սարա։ Սարա, սպասիր։ Սարա։ Եթե ուսանողական տարիներին 4-5 տարի Սիբիրում անցկացնել ես եմ մեղքս, հապա այո, ես մեղավոր եմ։ Սարա, այնտեղից նամակ չեն գրում, այնտեղ մեռնում են։ Դու ես կանչես։ Սիբիրում 4-5 տարի անցկացրածս խլել է երևի ամենապայծառ տարիները, բայց սերս խլել չի կարողացել։ Ես քեզ սիրում եմ ավելի, քան երբևէ։ Դու իրավունք չունես ինձ չհավատալու, Սարա։ Ես ամուսնացած եմ, Ռուբեն։ Սիբիր։ Ասում ես Սիբիր։ Դու Սիբիրում չես եղել։ Հիմա էլ այդ սուտն ես պահել ինձ համար։ Ռուբեն, ոչ մի կին, աշխարհում ոչ մի բանական էակ այդքան նամակ չի գրել, այդքան սրաներա դուրը չի ընկել, տեղեկություններ հավաքել մեկի մասին, որը պարզվում է ընդհանրի քեվեր, քաշուր Պետերբուրգի կլուբներում։ Իսկ ես հավատացել եմ քեզ, Ռուբեն, ես սիրել եմ քեզ։ Սիբիր, Սիբիրը քո հոգին է, քո պաղ ու դատարկ հոգին, քո դավաճան ժպիտի սառը սուտը։ Ուրեմն ամուսնացել ես, հա։ Հիմա էլ իբրև թե այդ լուրը քեզ տառապան պատճառեց։ Դե մոգոնիր մի հերթական սուտ, ասա որ սիրում ես ինձ, ասա որ փոխվել ես, որ սիրում ես ինձ, ինչպես էիր ասում, հա, երեխայի պես լաց լինելու աստիճան, դե ասա։ Աստված վկա սիրում եմ քեզ։ Իրոք սիրում ես ինձ։ Աստված վկա սիրում եմ քեզ։ Իհարկե, տուր տիրոջ անունը, ճշմարիտ ես անում, Տերն առավել բարեհաճ է այս աշխարհի հաղթողների հանդեպ։ Իսկ դու հաղթել ես, Ռուբեն, դու հաղթել ես։ Գնա սպանիր քո նոր զոհերին, Ռուբեն, գնա։ Սարա, սպասիր, լսիր, մի վարկյան կարող ես լսել, խնդրում եմ։ Ասա, որ ինքնասպան կլինես, ասա, որ այդպես էր չի ասում, Ռուբեն, Աստծո սիրուն, գնա, Ռուբեն։ Սարա, դու ինձ սիրում ես։ Ես ամուսնացած եմ, Ռուբեն, ամուսնացած։ Քո սիրտը ինձ է սիրում, ես գիտեմ։ Ես պատրաստ եմ իմ երջանկությունը զոհաբերելու, թե ինչ էլ կլինի հետո վերնել անիծած։ Հիմա դու ինձ ինչ ես առաջարկում։ Ես առաջարկում եմ, ես հո չեմ դժբախտացնի քեզ խլելով քեզ քո ամուսնուց, իհարկե ոչ։ Ես ընդամենը ուզում եմ, որ մենք հանդիպենք։ Ես մոտերքում եմ իջև անել։ Ես քեզ այնտեղ կսպասեմ, ես ասեն հիմա կգրեմ քեզ, կտամ և կսպասեմ քեզ։ Դու արի, մեզ ինչն է բաժանել։ Դուրը, հա։ 2-3 գեղեցիկ թակոց և այդ դուրը կբացվի ու դու կգաս ներս, ու մեզ այլևս ոչ ոք չի խանգարի։ Ինչ լավ,
Գրիր։ Գրիր անպայման կգամ։ Վերցրու ես ասցեն։ Ես քեզ կսպասեմ, Սարա։ Ես քեզ կսպասեմ։ Անպայման կգամ, Ռուբեն։ Հավատա։ Աշխարհում ոչ մի սիրահարի սիրտ իր տիրողն այնպես չի սպասել, ինչպես ես քեզ կսպասեմ։ Ստույգ ժամը չեմ ասի, որ ավելի կարոտով սպասես, որ իմ գալը մանավանդ անակնկալ լինի քեզ համար։ Դու աստվածուհի ես։ Այնքան անակնկալ, որ էպիկուրն անգամ գլուխ չհանի։ Կգամ, Ռուբեն։ Տեսար։ Ինչ։ Որ ձեռքով գցեցի։ Աչ։ Իսկ ոչինչ չնկատեցիր։ Ոչ։ Աջ ձեռքս շարժեցի ձախլիկ մարդու պես։ Կանայք առհասարակ ձեռքի ուժգին եւ ճկուն թափ չունեն։ Նրանք աջ ձեռքով մի բանը նետում են այնպես, ինչպես տղամարդը ձախ ձեռքով կշպրտեր։ Այդպես չէ։ Երևի։ Գիտես, կանանց մկանների ուժը բնությունից, թե դասյարակությունից ընդարմացած է։ Եվ դրա համար է, որ նրանք չեն կարողանում վրեժ լուծել իրենց վիրավորողից։ Այս ինչ է։ Շուն։ Բա շունը ոտներ չի ունենա։ Նկարիր եւ կունենա։ Սա շուն չէ։ Ինչ է։ Ատրճանակ։ Ինչ։ Ատրճանակ։ Փոքրիկ տղան մի վարդ տեսավ մի վարդ դաշտի միջին, վարդը տեսավ ուրախացավ, մոտիկ վազեց սիրուն վարդին, սիրուն վարդին, կարմիր վարդին, կարմիր վարդը դաշտի միջին, սիրուն վարդին, կարմիր վարդին, կարմիր վարդը դաշտի միջին։
Հրաշալի էր տիկին։ Ես մի ինքեր ունեմ։ Մի ինքեր ունեմ, որ այս երկը շատ է սիրում։ Հարի, Ես էլ եմ սիրում։ հարի գնանք։ Да, конечно, да. Пошли. Իսկ ինչ եղավ տղան։ 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 Գնանք։ Համեցեք։ Գնանք։ Նստենք, արի։ Да, конечно. Конечно. Նատաշա։ Ինձ մոտ արի։ Հարի, նստի։ Միքայել, Садись. Да, хорошо. Спасибо. Նստիր։ Девочка. Այս։ Тебе удобно? Գարեգին, լցրու։ Լավա։ խնդրեմ, Շնորհակալ։ Այդ տղա, կինդ ինչ եղավ։ հիմա կգար։ Գոր, աղջիկս, հələ մի տես ընկերուի Տիկին Սալոմե։ ինչ եղավ։ Քերի Պետրոս, ինչ անհամբերն է։ Սարա։ Վահ, Աղջիկը ուզված է։ Ամուսնու համար համեղ բաներ է պատրաստում, որ Спасибо. զարմացնի, իսկ դու կանչի հա կանչի։ Չէ, պարոն Գարեգին։ Իհարկե։ Գալիս եմ։ Ահա եւ նա։ Ինչ համեղ բաներ։ այդ ես ոնց են սիրող կանայք իրենց ամուսնուն պատվում ծննդյան օրով։ Սիրող ամուսնուն ամեն մեկն էլ կարող է պատվել։ Վատո։ Նստիր։ Դե պեսա ջան դարդ մի անիլ։ Որեն մի ծննդյան օրդ նոր տանը քեֆանում։ Այս տանը վարձով կապրեք, մինչև կտեսնենք։ Աստված գեներալի հոգին լուսավորի։ Բայց իրա կողակիցը շատ խելքը գլխին կնիկա, Լյուդմիլա։ Կարպովնա։ Այ մարդես ինչ կնիկա, Լյուդմիլա Կարպովնա, այ մարդ բան կա, որ դու չիմանաս։ Կենացդ Կարպովնա ջան, ողջույն։ Спасибо. Спасибо. Благодарю вас. Спасибо за прекрасный тост. Хотя я по-армянски плохо понимаю, но вы прекрасный человек, Петрос. Спасибо вам большое. Благодарю вас։ Բալիկ ջան, բա մարդուտ ինչ նվեր ես արել։ Դա մեր գաղտնիքը թող մնա։ Տես է, հիմիկվա ջայլները գաղտնի են մեկ-մեկուն նվեր տալիս։ Դե լավ, ողջ լինեք։ Ոչ ես իրելիս, պարզապես կամեցի հանակող մոտեցել քեզ։ Դիմայա։ Ձեր կենաց։ Հապա, մինչև սա չուտես, նվերը քեզ չեմ տա։ Այսքանը, բայց չեմ կարող երևի։ Պետք է փորձես, ես քեզ կօգնեմ։ Այսքանը։ Ափսոս ես կարքին մարդը։ Դե լավ։ Իստակ մեյմուն եք այ երեխեք։ Այ երեխա ժամանակ։ Համովեր։ Սարան ենքան օին բազություններ էր անում։ Деточка, ты Մի անգամ հարևան սաթենիկ զալոն խնդրում է, թե այ բալաջան, մի հատ ջուր լցրու, ես լվացում եմ։ Սարասել բռնում էդ խեղճ կնգան, ոտից գլուխ ջնում։ Խեղ զալոսել շորերը հանում, հատ, բարանի վրա կախում։ Ես սարասել հոգու է տերաղում, թե զալոն ինչ տիրկայա բացել։ Սարաս շատ ուրախ երեխա էր, կեֆը տեղը, ինչ ասեմ։ Լավ, մենք արդեն գնանք, երեխան պիտի քնի։ Հա։ Սարա, Ես կուղեկցեմ։ բարի ժամանց։ Ցտեսություն։ Ցտեսություն։ До свидания. Դե լավ։ Ինչ եք ելտան, Մայքլի։ Լավ մնա։ Դե ծստայում, հացը չեմ կարում, կուտուն է չշինի, Ձեր կենաց։ Դե լավ, վեկալ խմենք։ Ողջ լինեք։